իրենք պատրաստում են նոր սեպտեմբերյան պատերազմ ծանր հետևանքներով։ Փաշինյանի խոսույթում դարձյալ շրջում է պատերազմի ուրվականը։ Ապոկալիպտիկ այս սցենարը վարչապետը կանխատեսում է այն դեպքի համար, եթե առաջիկա ընտրությանը չհաղթի իր ուժը։ Այդ բոլոր ուժերը ըստ էության հանդես են գալիս խաղաղության ռևիզիայի դիրքերից, ինչը այդ փաստի բերումով նշանակում է անխուսափելի պատերազմ, անխուսափելի։ Ընդ որում ընտրություններից շատ չանցած, մաքսիմալ աշնան։ Մինչ Փաշինյանը հայտարարում է, որ արդեն խաղաղություն է բերել, Միացյալ Նահանգների հետախուզական ծառայությունը զգուշացրել է, որ Երևան-Բաքու խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին դեռ կան խոչընդոտներ։ Ալիևը շարունակում է պնդել, որ Հայաստանը պետք է փոխի սահմանադրությունը, հեռացնելով հղումը, որը նրա խոսքով ենթադրում է, թե Լեռնային Ղարաբաղը Հայաստանի մաս է։ Դա կպահանջի սահմանադրական հանրաքվե Հայաստանում, որի ընդունումը երաշխավորված չէ, ասված է զեկույցում։ Փաշինյանն ասում է, սահմանադրության փոփոխության հարցն արտաքին որևէ ուժի հետ չեն քննարկել, չեն քննարկում եւ չեն քննարկելու։ Դա մեր ներքին օրակարգի հարց է։ Մենք դա քննարկում ենք մեր ժողովրդի հետ։ Դա ոչ թե անկախության հռչակագիր է, դա կոնֆլիկտի հռչակագիր է եւ արդյունքում կախվածության հռչակագիր է։ Վարչապետն ուշագրավ բացահայտում է անում, ասում է ինքը չէ Հայաստանի միակ ղեկավարը, որն Արցախը ճանաչել է Ադրբեջանի կազմում։ Լեռնային Ղարաբաղը միշտ եղել է Ադրբեջանի կազմում եւ Հայաստանի Հանրապետությունը միշտ ճանաչել է Ադրբեջանի կազմում, ուղղակի դա թաքցվել է։ Ինչի է թաքցվել իրողությունը։ Ինչի է թաքցվել 1996 թվականի Լիսաբոնի գագաթաժողովի իրողությունը։ Հիմա էլ փաստաթղթերը ամբողջությամբ հրապարակված են։ Էլ չկա այդ վայ հրապարակեք փաստաթղթերը։ Հրապարակված են փաստաթղթերը, բայ ուր են այդ փաստաթղթերի, ինչու աղմուկ չկա այդ փաստաթղթերի մասին։ Կհանվի արդյոք ամենայն հայոց կաթողիկոսի վրայից երկրից բացակայելու արգելքը Վրաստանի կաթողիկոս Պատրիարք Իլիա II-ի հուղարկավորությանը մասնակցելու համար։ Ես Կտրիչ Ներսիսյանին չեմ ճանաչում որպես կաթողիկոս։ Հայաստանի Հանրապետությունը հուղարկավորությանը կմասնակցի ամենաբարձր մակարդակով, այլ ձևաչափերի մասին չեմ կարող ասել։ Դատական համակարգում դժգոհությունների նոր ալիք է հասունանում։ Տեղեկություններ են շրջանառվում, որ պարգևավճարները չեն հասնում դատական դեպարտամենտի մոտ 2500 աշխատողներին։ Նրանց մասնավորապես հետաքրքրում է, թե ինչ սկզբունքով է պարգևավճար հատկացվում։ Էպիկենտրոնը պարբերաբար ահազանգ է ստանում դատական դեպարտամենտի աշխատակիցներից, որ կառավարությունը խտրական քաղաքականություն է վարում։ Նշում են, որ պետական այլ գերատեսչություններում, օրինակ ֆինանսների, աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություններում, ազգային ժողովի, նախագահականի համարժեք հաստիքի մասնագետը շատ աշխատավարձ ու նաև պարգևավճար է ստանում։ Դատական դեպարտամենտինը ոչ։ Էպիկենտրոնը վարչապետից հետաքրքրվեց։ Իրեն հայտնի է, որ համակարգում խնդիր է առաջացրել ընտրովի քաղաքականությունը։ Դատական համակարգը անկախ համակարգ է եւ այդ համակարգը, որը մենք դրել ենք, կոչվում է արդյունքի վրա հիմնված գնահատման համակարգ։ Եվ մեծ համար հիմա նաև քաղաքական արգելք կա, թե մենք ոնց առնչվենք այդ թեմաների հետ։ Ամեն դեպս դատական իշխանությունը, եթե հարց ունի կառավարության հետ, իրենք կարող են դիմել, մենք կքննարկենք։ Տեղեկություններ կան նաև, որ մասնագետների քիչ աշխատավարձի եւ պարգևավճար չստանալու մասին ԲԴԽ նախագահը վարչապետին նամակ է գրել։ Փաշինյանը չբացառեց, որ նամակ գրվել է, ասաց, եթե գրել են, հարցը կքննարկվի։ Արթուր Հակոբյան, Հարություն Հովսեփյան, Էպիկենտրոն։